Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Տարվա առաջին նիստը կառավարությունում մեկնարկեց տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի ներկայացմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով սա ուղենիշ է, որի նպատակն է վերանայել եւ ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը եւ պետական ինստիտուտները։ 42 էջից բաղկացած փաստաթուղթը վերաբերում է մի շարք ոլորտների վերափոխմանն ու զարգացմանը։ Դոկտրինը դրա մասին է, թե մենք ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ ըստ այդմ սրանով Հայաստանի Հանրապետությունը նոր տնտեսական պարադիգմա որդեգրում։ Հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար, պետությունը դիտարկվում է որպես շահանակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատեվության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Կառավարությունը հաստատեց զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է 2030 թվականին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություն, ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտ, որից 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ, ոլորտի հաշվին ստեղծել լրացուցիչ 20,000 աշխատատեղ։ Դա հնարավորություն է մեզ տալու ի վերջո 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկներ եւ թվային առումով ավելի շատ ծախսող զբոսաշրջիկներ, ավելի լայն եւ դիվերսիֆիկացված շուկա եւ իհարկե դրա համար անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իհարկե հետազոտությունների հիման վրա մենք դիրքավորենք որպես զբոսաշրջային խաչմերուկ ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածային է, ներառյալ ձմեռային է, բայց նաև Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաև համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Այս տարի ունեցել ենք 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից եւ 19.4%-ով ավելի է 2019 թվականի ցուցանիշից, նշեց Պապոյանը եւ հավելեց, ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակներ։ Առաջին տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ։ Երկրորդ ուղղությունը դա միջազգային գրավչության ուղղությունն է, երրորդը որակի ապահովումն է, շատ կարևոր։ Ռազմավարական ծրագրի նպատակն է բարելավել զբոսաշրջային ծառայությունները եւ բարելաված ու բարձրորակ զբոսաշրջային առաջարկների շնորհիվ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնել, դարձնել առավել գրավիչ, հյուրընկալ, մրցունակ։ Սոցիալական ուղղությունը իհարկե զբոսաշրջության բնագավառում նույնպես շատ կարևոր է եւ նպատակն է ձևավորել հաստատուն զբոսաշրջության ոլորտ, ապահովել ծառայությունների բարձր մակարդակ, աշխատուժի վրա կենտրոնանալ, կրթության վրա, խթանել զբոսաշրջային մասնագիտությունները, ամրապնդել ապագա ռիսկերի դիմադրողականությունը, դարձնելով զբոսաշրջության բնագավառը ավելի գրավիչ, մրցունակ, մասնագիտական աճի, աշխատաշուկայում զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շարունակում է բարելավել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգի վերաբերյալ նախագիծը։ Մեր կարգավորումների համաձայն եւ արդեն իսկ տեստավորված եւ գործարկված է մեր ուրեմն ընդհանուր ապահովագրված անձանց կարգավիճակի տրամադրման եւ տեղեկատվական բազաները եւ այս որոշումն էլ համալրելու է մեր գործնական արդեն շղթայի հաջորդիվ հատվածները։ Ըստ էության նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա։ Նախարարի խոսքով համակարգի լավարկման համար մեծ աշխատանք է իրականացվել ՀՀ ներքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ այլ կառույցների հետ։ Համակարգի ամբողջական ներդրումը իրականացվելու է 3 փուլով եւ կավարտվի 2028 թվականին։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։